Քարուքան դայս ճանապարհը սահմանամերձ Մեղրաշատ է տանում, այս գյուղ հասնելն իսկական փորձություն է, երկրորդ ճանապարհը Բյուրակն գյուղով է, որն ըստ տեղացիների ավելի վատ վիճակում է։ Բյուրակնում կառուցված նոր դպրոցում առաջիկայում իրենց ուսումը պիտի շարունակեն Մեղրաշատի ու հարակից մի քանի այլ գյուղերի աշակերտները, բայց մեկ տարուց ավելի է հայ-թուրքական սահմանին գտնվող Մեղրաշատի դպրոցի ուսուցիչներն, աշակերտներն ու ծնողները պայքարում են, որ իրենց դպրոցը չփակվի, նույնիսկ պատրաստի պաստառներ ունեն, երբ լրագրողի այցի մասին են տեղեկանում, պաստառներով հավաքվում են գյուղապետարանի մոտ։ Դպրոցի ներսում նկարահանում անել չկարողացանք, քանի որ դա հնարավոր է միայն նախարարության թույլտվությամբ։ Սահմանամերձ գյուղի դպրոցը 20 տարի առաջ է կառուցվել, 52 աշակերտ ունի, ևս 4 երեխա էլ նախակրթարան է հաճախում։ Դպրոցի հետնամասից պարզ երևում է Բյուրակնի նորակառույց դպրոցը, որտեղ էլ կառավարությունն առաջարկել է շարունակել ուսումը։ Մենք չենք ուզում տեղափոխվել ուրիշ դպրոց։ Ու նրանք շեշտում են նաև որակյալ կրթություն, մենք մեր դպրոցը, մենք ունենք էլի որակյալ կրթություն ու եթե մեր դպրոցը փակեն, ես վստահ եմ, որ մեր դպրոցի աշակերտներից բոլորը կամ մասամբ չեն գնա կողքի դպրոց, այլ նաև կհաճախեն քաղաք։ Մենք բոլորս որոշում ենք կայացրել, որ եթե փակում են մեր դպրոցը, մենք էլ որոշել ենք, որ ոչ մի դպրոց չենք հաճախելու։ Այսինքն կրթություն չեք ուզում ստանալ։ Թե մի քիչ այսպես ասեմ, կողքի հարևան գյուղ չենք գնալու։ Որոշել ենք, որ կողքի գյուղ չենք գնալու։ Բաղուր եք ուզում գնալ։ Թե քաղաք երևի կամ ուրիշ դպրոցներ, բայց հաստատ կողքի գյուղի դպրոց չենք գնալու։ Օրինակ, ես չեմ գնա, որովհետև դե բնականաբար, եթե ինձ մի տարի է մնացել, ես չեմ նախընտրի իմ մի տարին գնամ կողքի հարևան գյուղ, այլ կգնամ ավելի նպատակահարմար, իմ նպատակային հոսքով ինչ-որ մի դպրոց, որտեղ ավելի կզարգանամ։ 11-րդ դասարանցի Սուսաննան վերջերս հանդիպել է կրթության նախարարին ու իրենց դպրոցի ճակատագրով հետաքրքրվել։ Ես իրեն հարց տվեցի, ասեցի հնարավոր չի լինելու, նվազեցնել է չեմը փակվող դպրոցների, ինքը ասաց, որ ամեն բան հնարավոր է եւ հստակ որոշում չկա ոչ մի դպրոց փակելու։ Բայց մտահոգությունը կա միանշանակ։ Մեղրաշատում ծնողները հարցնում են, իրենց գյուղ եկել են, դպրոցի պայմանները տեսել են, որ ուզում են երեխաներին տեղափոխել հարևան գյուղի դպրոց։ Որոշում կայացնողներին Մեղրաշատ են հրավիրում։ Մեր դպրոցը չի փակեն, եթե դպրոցը նոր է, կահավորումը շատ լավ է, ամեն ինչը։ Մի օր թող կան, մտնեն, նայեն, նկարեն, նայեն ինչ է, եթե իրոք մեր դպրոցի փակելու ենթակա է, թե չէ։ Կստեղծվի ինքնստինքյան պայմաններ քաղաքի ձգտելու։ Ինքնստինքյան պայմաններ կստեղծվի։ Հիմից էս կապողը, պահողը այստեղ որն է։ Առաջին հերթին դպրոցը, աշխատանք, ընտանիք, հենց գյուղը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է մինչև այս տարվա սեպտեմբերը 300 դպրոց կառուցել, այս պահի դրությամբ ավարտվել է ավելի քան 100-ի շինարարությունը։ 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցներն էլ միավորում են հարակից համայնքների ավելի մեծ դպրոցների հետ։ Մոտ 1.5 ամիս առաջ գործադիրի նիստում գումար հատկացրին, խոստացան, որ կսկսեն նորոգել դպրոցների ճանապարհները, նաև մեքենաներ ձեռք կբերեն, որ աշակերտների տեղափոխումն ապահովեն։ Կառավարությունում չեն ընդունում, որ աշակերտներին հարևան համայնքների դպրոցներ տեղափոխելով գյուղեր են դատարկում։ Հանրապետությունում որևէ դպրոց չի փակվում։ Հանրապետությունում փակվում են ավերակներ եւ բացվում են դպրոցներ, որտեղ երեխաները ունենան բեմ, որտեղ երեխաները ունենան միջավայր, որտեղ երեխաները ունենան լաբորատորիաներ, որտեղ երեխաները ունենան ճանապարհներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բազմաթիվ են ընտանիքները, որ տեղափոխվում են զուտ այն պատճառով, որ իրենց երեխան գնա լավ դպրոց, իրենց ընկալմամբ եւ պատկերացմամբ։ Եվ հիմա կառավարությունը ասում է կարիք չկա փոխելու բնակության վայրը։ Ապրեք այնտեղ, որտեղ ապրում եք, եւ ձեր երեխան կգնա լավ դպրոց։ Մեղրաշատի պատանիները հակադարձում են, առանց դպրոց ինչ գյուղ։ Ես չեմ պատկերացնում, ինչպես կարող է լինել գյուղ, որը չունենա դպրոց։ Այդպիսի բան երբևիցե եղել է։ Ուղղակի ուզում եմ խնդրանք հայտնել այն մարդկանց, ովքեր որ փակում են մեր դպրոցը, ուղղակի պետք չէ կայացնել այնպիսի մի որոշում,
որը կոչնչացնի մեր համայնքը։ Նաև ուսուցիչներն են մտահոգ, որ դպրոցների միավորման արդյունքում իրենք գործազուրկ կմնան։ 3 դպրոցներից 2-ի մանկավարժները կորցնելու են աշխատանքները։ Կամ կա այսպիսի մի տարբերակ, ասենք եթե հիմա ես 1 տրույկ եմ պարաբում, կարող է առաջարկեն մեկ ուրիշ դպրոց կես տրույկով, մեկին կես տրույկով, դա էլ ինչպես կարող ես ընտանիք պահել կես տրույկ աշխատանքով։ Անահիտ Նահապետյանը 3 տարի է Արևիկից մի քանի տրանսպորտ փոխելով հասնում է Մեղրաշատ։ Մինչ այդ Արցախում է շուրջ 15 տարի ապրել ու դասավանդել։ Օրերս հրավիրած ասուլիսում չկարողացավ արդյունքները զսպել։ Մեկ անգամ դպրոցի փակվելու ճանապարհով անցել է։ Դպրոց փակվելու ցավալի ճանապարհ արդեն մեկ անգամ անցել է։ Դա սովորական գործընթաց չի, որ առանց հասկանալու դա անում են։ Ես վերադարձել եմ Արցախից, որ դպրոց փակվելու պատճառով կորցրեցինք մեր երեխաներին։ Մեր դրանց հետ ունեցած մեր հույսերը։ Կառավարության ծրագիրն ուսումնասիրել է Ազգային կրթության խորհուրդ հիմնադրամը։ Պնդում են, որ 300 նոր դպրոց կառուցելու ֆոնին Հայաստանում 200-ից ավելի դպրոց կփակվի։ Շիրակի մարզային խորհուրդը համակարգող Արմեն Ներսիսյանը իրենց ուսումնասիրությունն է ներկայացնում թվերով։ Հանրապետությունում 229 դպրոց է փակվում, որից 48-ը Շիրակի մարզում, այստեղ բավականին տխուր պատկեր ունենք առանձին համայնքների կտրվածքով, մասնավորապես Ամայսիա խոշորացված համայնքում կամ Ամայսիա տարածաշրջանում 26 բնակավայր կա, այսօր գործում է Ամայսիայում 19 դպրոց, որից 15-ը փակվում է։ Ինչ ենք ստանում պատկերը ամբողջ Ամայսիա տարածաշրջանում նախատեսում են պահել 4 դպրոց։ Ես չգիտեմ ինչ հաշվարկի եւ ինչ տրամաբանության, հատկապես Ամայսիան, որը տիպիկ լեռնային եւ ցուրտ բնակլիմայական պայմաններով է առանձնանում, ինչպես է այդ աշակերտների տեղափոխությունը ապահովելու, սա ուղիղ հետևանքը լինելու է գյուղերի դատարկում։ Այժմ 19 դպրոց գործող կա, որից 11-ը փակվում են, Ախուրյանում 30%-ը գործող դպրոցների փակվում են, Անիում 7 դպրոց, Արտիկում 4 դպրոց։ Շիրակի մարզում գյուղի դատարկման օրինակ ունեն հայ-թուրքական սահմանին գտնվող Խարկովը։ Դեռ խորհրդային տարիներին այս գյուղի դպրոցը սահմանային ուղեկալի ճաղերից այս կողմ գտնվող Բագրավան տեղափոխվեց։ Գյուղը մի քանի տարում դատարկվեց։ Մի քանի տասնյակ տարի է Խարկովն ընդամենը 1 բնակիչ ունի՝ 88-ամյա Վահան Դուխտ տատը։